Խաղաղություն քեզ Քրիստոսին անկեղծ սիրող իմ բարեկամ։ Ունեմ միտք Քրիստոսից քեզ համար եւ ուզում եմ քեզ հետ կիսվեմ այդ մտքով, որը որ Աստված ինձ տվեց Աստվածաշնչից։ Մեզանից ամեն մեկը կարելի է ասել, որ համարյա ամեն օր ուսումնասիրում է Աստվածաշունչ։ Ինչ եմ ասում համարյա, որովհետև մերթ, երբ որ ես հարցնում եմ ձեզ, թե ինչ եք այսօր կարդացել Աստվածաշնչից, լինում են դեպքեր, որ ասում եք դեռ չենք հասցրել կարդանք։ Ես կուզենայի, որ մեզանից ամեն մեկը մխրճվեր Աստծո խոսքի մեջ։ Ես կուզենայի, որ ամեն մեկի համար Աստվածաշունչը լիներ կյանքի շնչառությունը, որ ինքը շնչեր Աստծո խոսքով։ Ինչպես գրված է, որ երբ որ Աստված մարդը ստեղծեց, նրա ռնգանցը մեջ կենդանության շունչ փչեց։ Եվ գեղեցիկ հայերեն լեզվով այս գիրքը անվանվում է Աստծո շունչ, Աստվածաշունչ։ Եվ ուսումնասիրելով այս գիրքը մենք նկատում ենք, որ այստեղ կան խորհուրդներ։ Բայց ամենամեծ խորհուրդը այս գրքի մեջ դա ինքը արարիչն է։ Արարիչ, որի կերպարը մենք պարտ ենք ճանաչելու։ Մենք կանչված ենք այդ կերպարը ճանաչելու։ Ինչու՞։ Որովհետև մեզանից ամեն մեկին Աստված ստեղծեց իր կերպարով, իր նմանությամբ։ Իր պատկերն ու նմանությունը մենք պարտ ենք ունենալու։ Բայց սա կախված է մեզանից, թե որքանով մենք տեղ կտանք դրան։ Ինչ է նշանակում տեղ տալ դրան։ Սա նշանակում է հետևյալը, որ որքանով որ նրա կերպարը մեր մեջ ձևավորվում է, այդքանով մենք նրան ճանաչում ենք։ Որքանով որ մենք նրան սկսում ենք ճանաչել, այդքանով էլ ձևավորվում է նրա կերպարը մեր մեջ։ Բայց այսօր ես ուզում եմ մի քիչ խոր նայենք Աստվածաշնչին ու նայենք օբյեկտիվ, որպեսզի հասկանանք Աստծո սուբյեկտիվությունը։ Մենք պետք է ամբողջական վերցնենք նրա գործողությունը։ Գիտեք, ես սկսում եմ փոքրի շատե ընկալել Մովսեսին։ Նա մոտեցավ Տերոջը եւ ասեց. «Բացի ինձ քո ճանապարհը, բացի ինձ քո ճանապարհը»։ Սամոսած գրքի մեջ գրված է, որ Աստված իր գործերը հայտնեց Իսրայելի որդիներին, բայց իր ճանապարհները նա հայտնեց Մովսեսին։ Տարբերություն գործերի եւ ճանապարհների միջև։ Ես այսօր ուզում եմ խոսեմ Աստծո ճանապարհի մասին։ Աստծո ճանապարհի մասին։ Մեզ համար հեքիաթային է թվում, որ Աստված ստեղծել է մարդը։ Ինչու էլ ստեղծել է, ինչին էլ պետք էր մարդը։ Կարծես թե մարդը խաղալիք լինի։ Այսպես ասած, մի ինչ-որ մածուցիկ բան էր պատրաստել փոշուց եւ դրանից պատրաստել էր մի էակ, հետո նրան պիտի ինքը ծաղրի։ Պիտի դնի փակողու մեջ նրան։ Եվ նրանից պահանջներ պիտի ներկայացնի։ Պիտի անվանի նրան մեղավոր, անկում ապրած, պիտի դնի Եդեմի մեջ եւ պիտի թույլ տա, որ օձը գնա այնտեղ։ Օձը պետք է գնա այնտեղ ինչ-որ բաներ անելու, մարդուն խաբելու,
մի մարդու պատճառով ամբողջ մարդկային հասարակարգը պիտի մտնի սարսափելի մի հատ անկում ապրած վիճակի մեջ, ով է Աստված։ Ով է նա, որին մենք անվանում ենք Աստված, ով է նա։ Ինչու է այսպես։ Եթե որևիցե մեկը կասի, որ նման հարցեր չեն գալիս իրեն, ինքը կլինի ստախոս։ Փոքր շատ է տարաճանաչ անձնավորությունը, որը մի փոքր ուսումնասիրի Աստվածաշունչը, նման հարցերի առջև ինքը կանգնում է։ Ինչու ստեղծեց մարդը։ Հակոբոսը սրա պատասխանը չունի։ Նա ասում է, ցանկանալով, կամենալով նա մեզ ստեղծեց, ծնեց իր խոսքով։ Իր ճշմարտության խոսքով, նա այդպես կամեցավ։ Հռոմեացիս թղթի մեջ Պողոս առաքելը ասում է, իսկ դու ով ես, որ Աստծու հետ կվիճես, կարծես թե մենք անլեզու անբերան մեկն ենք, որ իրավունք չունենք խոսելու։ Ես չեմ ուզում այդպեսին լինեմ։ Ես ուզում եմ դրսևորվի իմ էությունը, ոչ թե եսը, այլ էությունը։ Ես չեմ ուզում այդպեսին լինեմ։ Եվ հիմա ես ուզում եմ ցույց տամ այս ամբողջ ընթացքի մեջ, այս բացասական հարցականակի մեջ Արարչի գեղեցկությունը։ Ով է նա։ Ես ուզում եմ ցույց տամ նրա գեղեցիկ էությունը ինչպիսին է նա։ Ես չեմ ուզում նսեմացնեմ մարդը։ Ես ուզում եմ բարձրացնեմ Արարչին։ Եկեք իրար հետ քննարկենք մի հարց։ Դիցուք ինչ-որ մեկը, ինչ-որ մեկին ժառանգություն է տալիս։ Եվ այդ ժառանգության փաստը, այդ ակտը գրվում է թղթին, կնիքվում եւ այդ փաստաթուղթը պիտի մտնի ուժի մեջ։ Ես քեզ ուզում եմ հարցնեմ, այդ փաստաթուղթը երբ կարող է մտնել ուժի մեջ, երբ որ դու որևէ մեկից պիտի ստանաս ժառանգություն։ Դուք կարող եք ինձ օգնել այդ հարցի մեջ։ Կարող եք ինձ ասել, որ այդ փաստաթուղթը երբ ուժ կունենա։ Այդ փաստաթուղթը, որ կազմում է երկու հոգու միջև, իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ցանկացած պահի այդ փաստաթուղթը կարելի է վերցնել, ճղել ու դեն գցել։ Դա իրանից ուժ չունի։ Դուք կարող եք ինձ ասել, այդ փաստաթուղթը երբ ուժ կունենա։ Օգնեք ինձ։ Ժառանգության փաստաթուղթը երբ ուժ կունենա, կարող եք ինձ ասել։ Երբ որ ժառանգը չափահաս լինի, չէ, այդպես չի։ Երբ ժառանգության փաստաթուղթը կմտնի ուժի մեջ, երբ որ ժառանգություն է տրվում, երբ որ ընդունել ժառանգությունը, դա էլ այդպես չի։ Երբ կլինի այդ փաստաթուղթը ուժի մեջ, փաստաթուղթը երբ ուժ կստանա, երբ որ ժառանգողը մահանա, շատ ճիշտ է։ Երբ որ ժառանգողը մահանա, այդ փաստաթուղթը մտնում է ուժի մեջ։ Միայն մահը կօգնի այդ հարցում, որպեսզի այդ ժառանգորդը ստանա այդ ժառանգությունը։ Մինչև դա ժառանգություն տվողը այդ կարող է վերցնի փաստաթուղթը ճղի ու գցի մի կողմ, բայց երբ որ ժառանգություն տվողը ինքը մահացավ, փաստաթուղթը մտնում է ուժի մեջ ու ոչ ոք չի կարողանա այդ փաստաթուղթը զերոացնի, վավերացնի, ոչ ոք, որպեսզի նա անվավեր համարվի։ Հիմա մենք նայում ենք այսպես, մենք ասում ենք նոր ուխտ, մենք անդադ խոսում ենք, որ Աստված Քրիստոսով նոր ուխտ արեց մեզ հետ, նոր ուխտ։ Մենք անվանում ենք Աստվածաշունչը հին ուխտ,
39 գրքերը եւ 27 գրքերը մենք անվանում ենք նոր ուխտ։ Քրիստոսը ասեց. ես ժառանգում եմ ձեզ թագավորություն։ Հովանով է տարի մեջ, ես ժառանգում եմ ձեզ թագավորություն։ Նա կնքում էր այդ փաստը մեր եւ իր միջև։ Նա մեզ տալիս էր Աստծո ներկայությունը։ Նա մեզ տալիս էր վերականգնում այն ամենին, ինչ մարդը երբևիցե կորցրել է Աստծո առաջ, եւ դա ժառանգությունն էր։ Ավետարանը վկայում է, որ Քրիստոսը ամեն բան ժառանգեց Աստծուց։ Ամեն բան, ինչ ունի Աստված, նա ժառանգեց Աստծուց։ Նրա քահանայապետական աղոթքի մեջ 17-րդ գլխի 10-րդ խոսքում Հովհաննես ավետարանի գրված է. Հայր, դու ինչ ունես իմն է, ես ինչ ունեմ քոնն է։ Երբ որ նա հարություն առավ, գրված է, որ ես ժառանգեցի Աստծուց, ստացա Աստծուց ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա։ Հիմա լսեք ուշադիր ինչ եմ ասում ձեզ։ Աստված պիտի գար ուխտ աներ Աբրահամի հետ։ 15-րդ գլուխը Ծննդոց գրքի ներկայացնում է, որ Աստված Աբրահամին ասեց. վերցրու 3 տարեկան այսպիսի մի կենդանի, 3 տարեկան մյուս կենդանի, 3 տարեկան մյուս կենդանի, եւ նրանց մեջտեղից կիսի եւ ամեն մի կեսը դիր աջ ու ձախ կողմերին, այսպես իրար հետևից։ Դուք պատկերացնում եք, կենդանու մեջ ինչքան արյուն կա, եւ այդ կենդանիների արյունը այդտեղ ամբողջը հավաքվել էր։ Փոքր լիճ էր դարձել արյան։ Ուխտավորներից երկուսը պիտի գային, մեկը մի կողմից, մեկը մյուս կողմից, պիտի գային այդ զոհերի կենտրոնում կանգնեին արյունի մեջ։ Ու իրար պետքա ձեռք տային։ Այն մեկը պիտի ասեր այս մեկին. այլևս պիտի ապրեմ քեզ համար։ Այս մեկը պետք է այն մեկին ասեր. այլևս պիտի ապրեմ քեզ համար։ Այս կողմից Աբրահամը, որը մեր մտքին հասու հասկացողություն է, Աբրահամը պիտի Աստծուն ասեր. այլևս պիտի ապրեմ քեզ համար, բայց որը որ մեր մտքին հասու չի, չենք ընկալում, չենք հասկանում, այն կողմից էլ Աստված Աբրահամին պիտի ասեր. այլևս պիտի ապրեմ քեզ համար։ Երկու կողմից ձեռք էին տալիս իրար կյանք մտնելու եւ իրար համար ապրելու։ Հիմա Աստված ինձ հետ եւ քեզ հետ ուխտ է անում Աստված։ Եվ այդ ուխտը որպես ժառանգություն նա պիտի տա մեզ։ Այդ ժառանգությունը ուժի մեջ կարող է մտնել միայն մի դեպքում։ Եթե ժառանգություն տվողը մահանա, բայց այստեղ պրոբլեմ գոյություն ունի։ Աստված չի կարողանա մահանա։ Աստված անմահ է։ Բայց արարիչը, զարմանալի հայրը, մեկը որ ծնեց ոչ թե իր կամքի կմահաճույքի պես, իր կամքի համար, ինչպես այսօր շատերը զավակ են ունենում իրանց սեփական կամքի կմահաճույքի պես, ու մոռանում են, որ իրանք ծնել են երբևիցե երեխաներ։ Աստված այսպեսին չէր, եւ նա ծրագրավորել էր մի բան, որ նա պիտի մարմնավորվեր, նա պիտի մարմնավորվեր, նա պետք է դառնար մահկանացու, մարդ պիտի դառնար Աստված։ Եվ այստեղ մենք նկատում ենք մի զարմանալի բան։ Փիլիպպեցիս ծխտի 2-րդ գլուխը ներկայացնում է, որ Քրիստոսը այսպես է մտածում, որ ինքը հափշտակություն չի համարում Աստծուն
Հավասար լինելը ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Աստված ինքը իրեն համար անհարկ չհամարեց մարդ դառնա։ Դրա համար էլ նա չի համարում հափշտակություն, երբ որ մարդը դառնա Աստված։ Նա մարդացավ, որպեսզի մեզ աստվածացնի։ Սա մի զարմանալի բան էր, որ Աստված պիտի կատարեր։ Եվ նա Քրիստոսով մարմնավորվեց երկրի վրա։ Հանուն ինձ ու հանուն քեզ մի զարմանալի բան, որ Աստված կատարեց, որ մեր մտքով անգամ չէր անցնի սա։ Երբ որ Հիսուս Քրիստոսը ամանի մեջ ջուր լսրեց, մոտեցավ աշակերտներին, որ նրանց ոտքերը լվանա, նրանց համար սա ընդունելի չէր։ Երբ Պետրոսը դիմակայեց նրան, դու չէ, որ իմ ոտքերը պիտի լվանաս, ես եմ, որ քո ոտքերը պիտի լվանամ։ Սա բնական բան էր։ Երբ որ Եղիսեի մասին ասում են, ով է Եղիսեն։ Նրա մասին ասում են Եղիսեն նա է, որ ջուր է լցրել Եղիայի ձեռքերին։ Սա մեծ պատիվ էր Եղիսեի համար, Եղիայի ձեռքերին ջուր լցնել։ Հակառակը չէին մտածում, որ Եղիան կարող էր ջուր լցնել Եղիսեի ձեռքերին։ Եվ այստեղ Աստված մարդացավ, որպեսզի մարդուն աստվածացնի, բարձրացնի։ Հակառակ պրոցեսը կատարվեց։ Բայց ուզում եմ այստեղ կտրվենք մտքից։ Ես ուզում եմ միասին գնանք միտեղ, օր սարի վրա։ Աստված հրամայեց Մովսեսին, վերցրու Ահարոնին քո եղբորը եւ նրա որդի Եղիազարին եւ բարձրացեք օր սարի վրա ու թող այնտեղ քո եղբայրը Ահարոնը մեռնի։ Թող նա իր հագուստները հանի եւ տա իր որդի Եղիազարին։ Սրանով ինքը իր պաշտոնը եւ իր ծառայությունը կփոխանցի իր որդուն։ Հիմա գնանք այդ տեսարանի մոտ։ Հայրը որդին կանգնած են իրար առջև։ Մովսեսը որպես միջնորդ կանգնած է իրանցից հեռու։ Եվ հայրը հանում է իր հագուստը։ Եվ որդին նայում է հոր դեմքին։ Ամեն հագուստ հանելուց հետո հայրը մոտենում է մահվան եւ մահը մոտենում է իրան։ Հայրը գիտի, որ վերջի ատրիբուտը հանելուց հետո ինքը պիտի մեռնի։ Որդին էլ գիտի, որ վերջի կտոր շորը իրեն տալուց հետո հայրը, իր հայրը, հարազատ հայրը, իր աչքի առաջ պիտի մեռնի։ Եվ այս պրոցեսը կատարվում էր։ Հիմա այստեղից տեղափոխվենք նորից մեր առջևի միտքը։ Ով է Աստված։ Ով է Աստված։ Ով է նա, որ ինքը գիտեր, որ ինքը մեռնող Աստված է։ Ինքը մեռնող Աստված է։ Աստված չի կարողանում մեռնի, բայց ինքը մեռնող Աստված է։ Ինքը միակ Աստվածն է, ու ինքը մեռնող Աստված է։ Ոնց։ Երբ որ ինքը ծնեց Քրիստոսին աշխարհի արարումից առաջ, երբ որ ինքը խոսած Քրիստոսի մասին, երբ որ ինքը ծննդոց գրքի մեջ առաջին գլխում 3-րդ խոսքում ասեց լույս լինի, եւ 2-րդ Կորինթացիս թղթի մեջ 4-րդ գլխում 6-րդ խոսքում ներկայացնում է այսպես. երբ որ Աստված հրաման տվեց, որ խավարիցը լույս ծագե, ինքը իր փառած գիտության, փառքի ճանաչողության լույսը մեր սրտերի մեջ ծագեցրեց Հիսուս Քրիստոսի դեմքում։ Բայց մի պրոբլեմ կար Աստծո համար։ Դուք ասես Աստծո համար պրոբլեմ չկա։ Մի պրոբլեմ կար Աստծո համար։ Նա գիտեր, որ ինքն է մարմնավորվում Քրիստոսով, որ իր որդով ինքն է մարմնավորվում։ Ու նա գիտեր, որ նա մարմնավորվում է մի նպատակի համար, Ու երբ որ Քրիստոսը եկավ երկրի վրա, երբ որ եկավ նրա մահ տարաժամը, նա ասեց. հիմա ես
ասեմ Տերոջը այս ժամը ինձանից հեռացրու, բայց չէ որ հենց այս ժամի համար եմ ես եկել, այսինքն Աստծո նպատակն էր մեռնելը, հանուն ինչի։ Ես չգիտեմ դու որքանով ես հավատում, ես չգիտեմ ով ես դու, բայց հանուն քեզ, Աստված պիտի մեռներ, խաչի վրա, անարգ մահով, և արարիչը սա գիտեր, և դրա հիման վրա ինքը պիտի մարմնավորվեր, բայց երբ որ ինքը մարմնավորվեց Քրիստոսի մեջ, առաջացավ ևս մի պրոբլեմ, մահը անուժ էր Քրիստոսի դեմ, որպես Աստծո որդի, ինչու, որովհետև մահը ուժեղ է այնտեղ, որտեղ կա մեղք, մահը կարող է այնտեղ, որտեղ կա անօրենություն, մահը կարող է մարդուն հասնել, եթե մարդը որևիցե պակաս բան ունի, բայց այստեղ ինքը գործ ուներ կատարելության հետ, այստեղ գործ ուներ մեկի հետ, որի մեջ մեղք չկար մեղք Քրիստոսի մեջ, դրա համար ինքը մի օր կանգնեց ու ասեց, ձեզանից ով ինձ կհանդիմանի մեղքի համար, ով, մի հոգի, ցույց տվեք իմ մեղքը, չուներ նա մեղք, չկար այդ մեղքը, և Աստված պատրաստել էր մի գավաթ, նա պատրաստել էր գավաթ, և այդ գավաթը նա առաջարկեց իր որդուն, մի կարճ ընթաց Քրիստոսի մեջ պայքար սկսվեց, հայր, եթե հնարավոր է, այս գավաթը ինձանից հեռացրու, պաուզա, մի փոքր պաուզա, բայց ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի, 3 անգամ, 3 ժամեր աղոթելով, աղոթեց Տերը, Աստծուն աղոթում էր, հորն էր խնդրում, բայց եթե քո կամքն է, ես այդ գավաթը կխմեմ, ինչ գավաթ էր սա, սա իր տառապանքի գավաթը չէր, սա ֆիզիկական ցավերի գավաթը չէր, սա ֆիզիկապես կամ հոգեբանական իր անարգանքի գավաթը չէր, գավաթը լեցուն էր մեղքի պղծությամբ, գավաթը լեցուն էր իմ մեղքերով և գավաթը լեցուն էր քո մեղքերով, գավաթը լեցուն էր մեր տկարություններով, անարգանքներով, գավաթը լեցուն էր, գավաթը լեցուն էր անարգանքով և պիտի ընկալենք մի պարզ բան, այդ գավաթը նա պիտի խմեր, չունենալով գոնե մի մեղք, չունենալով մի պակաս կողմ, նա պետք է դառնար մեղավոր, ամբողջ աշխարհի մեղքը պիտի ընդուներ իր վրա, Հովհաննեսը մկրտիչը հենց այդ մասին էր ասում, ահավասի գառն Աստծո, որ վերցնում է մեղքն ամբողջ աշխարհի, ամբողջ աշխարհի մեղքը վերցնողը խմում էր այդ գավաթը և դառնում էր անմեղ մեղավոր, դառնում էր մեկը, որը անօրեն է, դառնում էր մեկը, որը օրինազանց է, դառնում էր մեկը, որը որ Աստծուն հակառակ է, դառնում էր մեկը, որը պիղծ է, դառնում էր մեկը, չունենալով գոնե մի մեղք, չունենալով մի արատ, նա հանուն ինձ ու հանուն քեզ արեց այդ քայլը։ Եվ մահը մոտեցավ նրան, ու նա մեռավ։
մեռավ Գողգոթայի խաչին, որպեսզի փրկագործի ինձ ու փրկագործի քեզ։ Այսօր մեր փրկությունը, այսօր մեր հաղթանակը, այսօր մենք ինչ ունենք ամենալավը, ամենադրականը, այդ հարության շնորհիվ է։ Ոչ ոք հորը չի տեսել, բացի միածին որդուց, որ հոր ծոցումն է, նա հայտնեց։ Ոչ ոք Աստծուն չի տեսել, բացի միածին որդուց, որ հոր ծոցումն է, նա հայտնեց։ Որովհետև օրենքը տրվեցավ Մովսեսի միջոցով, բայց շնորհը եւ ճշմարտությունը հայտնվեցան Հիսուս Քրիստոսի ձեռով, նրա միջոցով։ Այսօր մենք շնորհած մարդիկ ենք, մենք Աստծո շնորհի տակ ենք, եւ Աստված իր շնորհով մեզ տվել է իր հոգին, որպեսզի մենք կարողանանք նրանով Աբբա հայր կանչենք, մենք Աստծուն հայր անվանենք իր շնորհիվ Քրիստոսի զոհաբերության։ Եվ ինչ ասեմ, վաղը մարդիկ պիտի տոնեն Քրիստոսի հարությունը, բայց հասկանանք, որ մեզ համար Քրիստոսը արդեն հարություն առած է, մեր սրտերի մեջ, մեր մտքերի մեջ, մեր կյանքի մեջ, մեր գործողությունների մեջ, մեր որոշումների մեջ Քրիստոս Հիսուսը հարություն առած է։ Ոչ ոք չգիտի նրա ժամանակը եւ օրը։ Պարզապես օրեր են, մեկը այսօր է նշում, մեկը երեկ է նշում, մեկը մյուս օրն է նշում, բայց քանի որ նշում են, փառք Աստծո այդ օրվա համար, որ նշում են Քրիստոսի հարության օրը։ Ես ուզում եմ, որ մենք այսօր ուրախանանք Քրիստոսի հարությամբ եւ ասենք. Քրիստոս հայրավ ի մերելոց։ Մի քիչ ավելի բարձր. Քրիստոս հայրավ ի մերելոց։ Ես ուզում եմ մի քիչ ավելի բարձր. Քրիստոս հայրավ ի մերելոց։ Ամեն։ Շնորհակալ եմ, որ դուք կաք։ Շնորհակալ եմ ձեզանից ամեն մեկի համար։ Աստված օգնի ձեր տները, ձեր ընթացքը, ձեր արմատները, ձեր անցյալը, ներկան ու գալիքը։ Փառք Քրիստոսին իր հարության համար։ Ամեն։ Խաղաղություն քո տանը, ամեն։